անուշ գնահատել է։ Երեք հանձնաժողովը քննում էր հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուներին։ Ավելի քան 13 ժամ հարցուպատասխանից հետո այդպես էլ պարզ չդարձավ։ Ի վերջո, ով է զբաղեցնելու Սասուն Խաչատրյանի հրաժարականից հետո արդեն 3 ամիս թափուր մնացած աթոռը։ Մրցույթին մասնակցած 5 թեկնածուից բարեվարկության շեմը կարողացավ հաղթահարել 3-ը։ Պետրոս Մարտիրոսյանը, Արթուր Նահապետյանը եւ Գևորգ Քոչարյանը։ Նրանց թեկնածությունը կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարությանը, կառավարությունը նրանց մեկին կնշանակի հավանաբար, եթե կնշանակի Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Իսկ ինչ սկզբունքով է կառավարությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի ընտրելու 3 թեկնածուներից մեկին։ Ըստ օրենքի բարեվարկության 300 միավորի շեմը հաղթահարած բոլոր անձինք քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը կարող են հավակնել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնին։